Փառք սիրելի եղբայրներ եւ քույրեր, եղբայրները լավ խոսեցին։ Սոս եղբայրը որ խոսում էր, ես իր կյանքից, իր նոր ապաշխարության ժամանակ մի բան լսել եմ, չգիտեմ, ինքը երևի մի օր ավելի կպատմի այդ պահը։ Ինքը սովորում էր, իհարկե, այդպես լսել եմ սկզբից, որ մեր համալսարանի, պետական համալսարանի պատմական ֆակուլտետում եւ փայլուն ուսանող է եղել, վերջի տարիներն է եղել, ապաշխարել է ամբողջ բարեկամությունը, դե քույրերը ոչինչ, պատմական ֆակուլտետի փայլուն ուսանողը, որ պետք է պատմաբան դառնա, երկրի վերջը գիտական աթեիզմ, քարոզի բան, ես ինչ է եղել, եւ ման են գալի ամենա այդպես սիրելի դասախոսին, որ շատ է սիրում սոսին, սոսներ իրան է սիրում, ուղարկում են, որ ասում են խելքը թրել է, որ խելքի բերի իբրև թե, են էլ կար ժամանակ հետո իմանում են, որ դասախոսն է ապաշխարել, երևի սոս եղբայրը մի օր առիթ կնի պատմելու, դե ես Վոլգոգրադ էի, նոր էի վերադարձել, չէի տեսել, եւ այդ պատմությունը լսեցի։ Երևի դասախոսը մոտեցել է, որ խելքի բերի, խելքը թրած է, են էլ երևի սոս եղբայր ասած կնի, այ դասախոս չան, ես խելքի եմ եկել, ոչ թե խելքս թրել է։ Չգիտեմ այդ խոսակցությունը ոնց եղած կնի, սոս եղբայրը մի օր առիթ կնի կպատմի։ Իսկ դրանդ որ խոսում էր, այո, մեր շատ սիրելի մեր փրկիչը այսպիսի խոսք ունի, որ թևավոր խոսք է, Մատթեոս 11:28-ը, ինձ եկեք հոգնած բեռնավորվածներ եւ ինչ կլինի ձեզ հետ, հանգստություն, խաղաղություն կլինի ձեզ հետ։ Այսինքն Հիսուսի ներկայությունը դա խաղաղություն է։ Ես նոր էի ապաշխարել, ապրում էի մորաքրոջս տանը, այդ բակը բոլորը հավատացյալներ էին, Թաթոս, Հովանես, Մարուսը կինը, վերջապես ովքեր լսել են այդ անունները, եւ նոր ուսանող էի, դասից տուն էի գալի, այդ բառը դե մեզ սովորեցին, Սերգեյ եղբայրը սովորեցրել էր, որ մոտենալուց խաղաղություն ասեք։ Եվ աշխարհիկ մարդիկ էին նստած Թաթոսի հետ եւ այդպես այսինքն կանչեն լավ սովորող ուսանողներ, որ ամեն ինչի մեջ աշխատում են, դե ես մի քանի երևի ամիս չկար այդպես։ Խաղաղություն ձեզ այդպես ասեցի, դե այդ աշխարհիկ մարդիկ զարմացած նայում են Թաթոսին ասում է, լավ է, ամեն ինչ լավ է։ Արոն լավ է։ Այսինքն ինչքան հրաշալի է, ճիշտ է, աշխարհների մոտ անհասկանալի բան ալի նույնիսկ այդպես խոսք ասել են խաղաղություն ձեզ, ասում, բայց մենք իրարի չենք կռվել, դե աշխարհիկները այդպես վարվելակերպ ունեն, բայց այո, որտեղ Հիսուս, այնտեղ խաղաղություն։ Եվ իհարկե ովքեր որ շրջակայությունների մեջ են, իրենք կիմանան, որ որքան կարևոր է եղբայրների, եկեղեցիների միջև խաղաղությունը։ Իսկ երբ որ բաժանումներ, չգիտեմ, դա մի քիչ նման չի, որ խաղաղություն ունեն, երբ որ բաժանվում են առանցին են լինում։ Իհարկե դա ես միջանկյալ ուզեցի ասել։ Իմ սրտում կա մի միտք, որ ուզում եմ փոխանցել։ Գիտեք, Աստված մեզ իր անունով է կոչում, ինքը լույս է, եւ ասում է դուք լույսն եք աշխարհի, դուք աղն եք աշխարհի, լույս։ Եթե քրիստոնյան լույս է, ինչ է կարծում, լույսը լույսի դեմ դուս կգա։ Լույսը լույսի դեմ կկռվի,
լույսը լույսի դեմ խնդիրներ կունենա, ուրեմն եթե սիրելի, ես ինձ էլ վերաբերում, սիրելի եղբայր, սիրելի քույր, եթե լինում են պրոբլեմներ եղբայր դեմ, քրոջ դեմ, քույրի քրոջ, վերջապես քրիստոնյան քրիստոնյայի դեմ, այստեղ մի բան այն չի, այստեղ խնդիր կա, այստեղ մի բան խախտվել է, այստեղ մի բան փոխվել է, մի բան կարծես Աստծո խոսքից շեղվածություն գոյություն ունի, որովհետև լույսը լույսի դեմ չի պայքարում, խաղաղությունը խաղաղության դեմ չի պայքարում, սերը սիրո դեմ չի պայքարում, ոնց կարող է պայքարել սերը սիրո դեմ, երբ որ ասում է քո ընկերոջը սիրի քո անձի պես, երբ որ ասում է իրեն հանձնի, իր համար կյանքը դիր, ինչ պայքարի մասին է խոսքը, որ եղբայրը խոսում էր կյանքը դնելու մասին, ինչ խնդիրներ ունենալու մասին է խոսքը, լույս, երկուսն էլ սեր, ոնց կարող է իրար դեմ դուրս գան, դա հնարավոր չի, իհարկե Աստծո խոսքի մեջ մենք կարդում ենք Գործք առաքյալոց առաջի 14-ում, այստեղ արդեն մեզ հոգևոր պատմությունը ասում է այդ մասին, որ հենց Գործք առաքյալների գործը սկսվում է, հենց դա կարծես սկսվում է, հենց առաջի գլխից, ուրեմն 14 խոսքից ասոնք, ու այդտեղ վերևից ասում է, աշակերտները, քույրերը, մայրամը, վերջապես բոլորը մեկտեղ ուրեմն անուններն է տալիս, հավաքված էին, ասոնք 14 խոսքից ասվում է, ասոնք ամենքը միաբանությամբ միշտ աղոթք ու աղաչանք կնեին կիներնուն հետ և Հիսուսին մոր մայրամին ու անոր եղբայրներուն հետ մեկտեղ նրանց մեջ կար խաղաղություն, նրանք լույսեր էին և միասին էին, մեկությունը պահպանում էին, երրորդությունը մեկ է և մեկությունը դա լինի ընտանիք, լինի եկեղեցի, լինի կազմակերպություն, եթե միտեղ Աստծո խոսքն է կարդացվում, Աստծո խոսքն է քարոզվում և բոլորը ոչ թե նրանց հենարանը լինում է մարդը, այլ հենարանը լինում է Աստծո խոսքը, չի կարող խնդիրներ առաջանալ, որտև բոլորը հենվում են Աստծո խոսքի վրա։ Ես այդ օրինակը երևի եմ ասել, դեռ նոր էի ապաշխար, չէ, նոր չէ, արդեն ծառայության մեջ էի, ու կար ժամանակ հետո արդեն Հակոբ եղբայրը ծառայության մեջ էի արդեն, և սպասում էի տրանսպորտի գյուղում, գյուղ էի գնացել և ավտոբուսին էի սպասում և ինձ հետ միասին սպասում էր գյուղի եզդիների առաջնորդը, շեխը, ասի ապե Ահմեդ, ես էլ եմ ծառայող, ջայել էի արդեն ինձի ծառայող էի զգում, դու էլ ես ծառայող, ես մեր քրիստոնեական, ասենք, ծառայության դու էլ եզդիական ձեր, մենք բոլորս Աստծո խոսքին, եթե մի պրոբլեմ ալնում, բացում ենք և ասում ենք, տես գրած է այստեղ, այսպես, բայց դուք ինչ եք անում, ինչ գիրք է, ասում է չէ, մենք գիրք չունենք, ասում, բա ոնց եք ծառայում, ասենք մի բան պրոբլեմ ալնում, դու և Բադալի, Ղամշլուի շեխերը հանդիպում եք, ոնց եք ծառայում,
Նա մի բան ասում, դու մյուս բան։ Չի ասում, մենք իրար չենք խանգարում։ Ասենք ամեն մեկը ինչ ասեց, այտենց էլ այդ ժողովրդին առաջնորդում է։ Բայց ոնց թե իրար չեք խանգարում։ Բայց ինչն է ձեր հիմքը։ Օրինակ պետության մեջ կա օրենքներ, օրենսդիր մարմինները դնում են օրենքները։ Եվ այդ օրենքով դատական բոլոր ամեն ինչ օրենքը մենք իրար չենք խանգարում, ասում, ուրիշ բան մի խոսա։ Գիտեք, սիրելիներ, եւ այսպիսի բան կարող է հասնել մտնել եկեղեցի։ Եղբայրը եղբոր հետ կարող է լավ լինի, նա սխալների մեջ գնում է, նա չի խանգարում, չի կանգնեցնում։ Ընտանիքի անդամը երեխան կարող է սխալների մեջ գնա, չի կանգնեցնում։ Ձու գողացողը ձիկը գողանա եւ սկսում է բարթանալ իրավիճակը։ Եվ ցավալի դեպքեր ենք տեսնում ենք, երբ որ սիրո աղբյուրի վրա, լույսի աղբյուրի վրա հենարանը լինի, երբեք նայելա լույսի աղբյուրի վրա Սուրբ գրքի, նայելա լույսի եւ սիրո աղբյուրի վրա հենված, երբեք պրոբլեմ չեն ունենա, երբեք խնդիրներ չի առաջանա։ Ես մի համարել եմ կարդում Գործք առաքելոց նորից 2-րդ գլուխ 1-4 խոսքերը։ Երբ Պենտեկոստեի տոնը հասավ, ամենքն ալ միաբան մեկտեղ էին։ Հանկարծակի երկնքեն ձայնը եղավ սաստկած շունչ հովի մձայնի պես եւ բոլոր տունը լեցուց ուր նստեր էին։ Եվ բաժանված լեզուներ երևցան իրենց, որպես թե կրակե, ու ամեն մեկու վրա նստավ, եւ ամենքն ալ Սուրբ Հոգով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես Հոգին իրենց խոսել կուտար։ Ինչպես էր իրենց վիճակը, ուրեմն անոնք դեպանը Պենտեկոստեի օրը հասավ, ամենքն ալ միաբան մեկտեղ էին։ Այդտեղ լույսեր էին, իրենք ապրում էին լույսի կարգավիճակով և միաբան մեկ էին և երկնքից իջավ Սուրբ Հոգին, քանի որ առաջի անգամն էր, միշտ աշխարհում էլ, ճիշտ է, կոպիտ օրինակներ եմ ասում, մի բանը, որ առաջի անգամ է լինում, բոլորին զարմանալի է լինում, իհարկե հետագան տեսնում ենք մարդիկ զարմանում էին, այս ինչ է կատարվում, առաջի անգամ պետք էր այդ մեծ հրաշքը կատարվեր և մեծ երկնքի զորությունը պետք է տիրեր այդ, վերցներ այդ դաշտը, պետք է սերը, ուրախությունը, մեկությունը իրար հետ, այդպես հետո պատկերացնում եմ Սուրբ Հոգով մկրտվելուց հետո ինչ սեր էր թագավորում ժողովրդի մեջ, ինչ սեր, այդպես եղել է Սուրբ Հոգին ստացող անձը, ասում է հելերեմ դուս, աշխարհի մեջ հել է դուս եկե գնացի, ասում է բոլորին սիրում էի, այն ստոլբեկին էլ էի սիրում, մի ուրիշ ծեր էր, և մարդիկ զարմանում են, ասում են, այս մարդու հետ այս ինչ է կատարվում, մարդը վայելում է երկինքը, նա սովորական կյանքի մեջ չի, նա լույսի մեջ է ապրում, և ուզում եմ շարունակությունը կարդալ մի Սաղմոսի մասին, որը Սաղմոս 133 առաջինը, այստեղ մի փոքրիկ Սաղմոս է, ես ուզում եմ կարդալ այստեղ մի շատ կարևոր միտք է ասում, Աստծո խոսքը մեզ 133 մեկից սկսած։ Ահա որ չափ բարի ու որ չափ բայելուչ է, որ եղբայրները իրարու հետ միաբանությամբ բնակին, ոչ թե միաբանությամբ հավաքույթ անեն, միաբանությամբ այդպես եղբայրական անեն,
այդ բնակին, այսինքն այդ միաբանությունը իրենց ապրելակերպն է դառնում միաբանության բնակին։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխուն վրա են մորուքին վրա, Ահարոնին մորուքին վրա վազեց ու մինչև անոր զգեստներուն ծայրը իջավ։ Այսինքն լույսը, սրբությունը իջավ մինչև վերջ։ Եվ ամենակարևորը Սիոնի լեռներուն վրա իջավ, Հերմոնի շաղին պես է, բազի Տերը հոն հաստատեց օրհնություն ու կյանքը մինչև հավիտյան։ Հետաքրքիր է սիրելիներ, այդ կյանքը, այդ լույսի կյանքը, այդ ապրելակերպը իր հետ գնում է հավիտյան։ Նա ինչ որ պահ չի դադարում։ Նա մի կյանքա, մի լույսո կյանքա, որ իր հետ գնում է հավիտյան։ Գիտեք, Տերը էսի հաստատեց եւ հավիտյանը դա։ Ես ինչպես ասեցի, եղբայրներ կան, որոնք շրջակայում են տարբեր երկրներ, իրենք տեսած կլնեն։ Եկեղեցիներ կան 30 հոգի, 50 հոգի, եկեղեցիա 100 հոգի, եկեղեցիա։ Ես մի օրինակ հիշեցի, Հայաստանում էլ կարպես խմբավորումներ, եւ հին եղբայրները, որոնք մենք հնուց 50 տարի, 40 տարի առաջ եղել են մեզ հետ, միասին ենք եղել, եւ իրենք բաժանվել են, ինչ որ արտասահմանի հետ եսի ինչ կապեր բան, բաժանվել են։ Եվ ստեղծել են անկախ եկեղեցիների խորհուրդ։ Ուրեմն դե իրանք նորից մեզ հետ մնացել են որպես հարազատ, ճիշտ է, իրենք առանցին են, իրենք մեզ հետ հոգևոր կապերի մեջ չեն, բայց թաղումների ժամանակ, Սամվել եղբոր հողակավորման ժամանակ, կարող աղմիսոր իմը, մյուսին մի որոնք, որ հին իր հետ հարազատ են, բոլորը հավաքվում են։ Եվ այդ, չգիտեմ, էլի տենց հողակավորում էր, հավաքվել էին, դե հին ենք, հավաքվում ենք, խոսում ենք, ասում եմ լսեք, ես հələ մի բան եմ լսել, նու ոչ բոլորը, բայց մեջը բավականին կան ու լսել եմ, որ անկախ եկեղեցիների խորհուրդ։ Ասում եմ, ես չեմ հասկանում, էդի իրոք կա այդ բանը, հա ասում եմ, էդի ոնց է ձեր մեջ, իրան առաջնորդներ էին, ասում եմ, ոնց է ձեր մեջ էդի, ինչ է նշանակում անկախ, դե ասում եմ, մենք ոչ մեկին աչոտ չենք տալի, մենք այնա ինչ ուզում ենք, ասենք 50 հոգանոց խումբա, 100 հոգանոց խումբա, ինչ ուզում, էդի ես եմ որոշում, ոչ մեկի հետ կապեր չունեմ, ես ինքս եմ որոշում, եւ դες անկախ եկեղեցիներ են, եւ դրանց խորհուրդը միասին հավաքվում են, բայց անկախ են, ասի, հենց որ սկսի ծիծաղալ, մի եղբայր ասում ես Ահարոնը մի հատ բան հումոր կասի, ասի ոնց էլ զգում ես, որ մի հումոր կասեմ, այն ժամանակ շենքում էինք ապրում, ասի մեր շենքի առջև կա նարդի խաղացողներ, այդ նարդի խաղացողներին կա ղեկավար, հիմա երևի այդ նարդի խաղացողները, որոնք հավաքված են, երևի մի 30-40 հոգի կլնեն ղեկավար, դե բոլորի անունները մոդի երևի կա, ինքը նարդին տանում, բերում, կարգու կանոնա պահպանում, բանանում, ասում այդ մարդը ցուցակը բերի եւ ասի ես էլ եմ, հավատացյալ եմ, ցուցակը տա, ասի ես էլ եմ մտնում ձեր մեջ, այդ խորհրդի մեջ, ինչ եք անելու, եթե ձեզ ոչ մեկի չի հետաքրում այդ խմբի սրբությունը, չի հետաքրում ֆինանսական մաքրությունը, չի հետաքրում
երեխաներ, ընտանիք, կյանք, ոչ մի բան չի հետաքրքրում, անկախ եկեղեցի է։ Էն էլ կասի, ես էլ եմ անկախ։ Մի ծիծաղում են, իրանց արարքի վրա ծիծաղում են։ Նորից վերադառնում ենք։ Լույսը լույսի դեմ չի խնդիր ունենում, չի պայքարում, չի կռվում։ Լույսը լույսի դեմ երբեք չի պայքարում։ Լույսը լույսի հետ մեկանում է, միաբանվում է լույսը։ Լույսը խավարի դեմ է պայքարում։ Մեկ լույսը երբ որ մի կան, չէ, հիմա էլ ստեղ էլ մի լույսը վառում ենք, մի քիչ թույլ է, երկրորդ ենք վառում, երրորդ ավելի պայծառանում։ Կարող է լույսը վառելուց կռվում են իրար հետ կամ կապնում են իրար խավարալ։ Դուգայի մասին չեմ ասում, լույսի մասին եմ ասում։ Ինչ է կատարվում վերջապես։ Լույսը լույսին մեծացնում է, ավելի լուսավորում է։ Կրակը կրակին ավելի բոցավառում է։ Սերը սիրուն ավելի մեծանում է սերը։ Այդպես է Աստծո խոսքը մեզնից պահանջում։ Դրա համար մենք ուշադրություն դարձնենք, եղբայրներ եւ քույրեր։ Եթե կա պրոբլեմ, ուրեմն երկուսն էլ պետք է վերանային իրենց կյանքը, որովհետև չի կարա երկուսի հետ էլ կատարվի, նա իրավունքը փնտրի, նա իր ճիշտը առաջ տանի, այդպես բան չկա Սուրբ գրքում։ Այդ դեպքում նման պրոբլեմը առաջանալուց Սուրբ գիրքը լիովին բացատրում է քո ընկերոջը սիրի քո անձի պես։ Անձդ եթե փնտրում է, որ իր ուրեմն ճիշտը փնտրում է անձդ իր լավը, իր ուրեմն քո անձի պես սիրի իրան։ Եվ վերջապես այն կնիքը, որը դրվում է, ամենամեծ կնիքը, ամենամեծ պեչատը, որը դրվում է բարիով հաղթի, եթե դու զգում ես դիմացին չարությունը, դու զգում ես, չի ասում ես, այս չարություն արեց, սենց, բարիով հաղթի։ Ինչ հրաշք է Սուրբ գիրքը։ Ինչ հրաշք է։ Մի գիտնական ասում էր, երկնքից երկրի վրա ամենամեծ հրաշքը, որ Աստված իր շուրթերից դուրս եկած խոսքը ուղարկեց Աստվածաշնչով։ Դրանից մեծ հրաշք աշխարհում չկա մարդկության մեջ դրանից մեծ հրաշք։ Գոնե մի փոքր խելացի գիտնականներ, եթե ունի գոնե մի փոքր այդպես խելացիություն, ինքը եթե կարևոր բան է տալիս երկրին, կարևոր բան է ասում երկրին, անպայման այդ կնիքը օգտագործում է։ Աստծո խոսքից մեջ բերում անում։ Աստծո խոսքից մեջ բերում անելով հասկացնում է աշխարհին, որ ես ճիշտ եմ, որտեղ Աստծո խոսքը իր կնիքը դնում է իմ ասածի վրա։ Ինչ հրաշք է։ Ինչ հրաշք է Աստծո խոսքը։ Մենք պետք է զգանք մեր ծնված օրվանից մինչև մեր կյանքի այն պահը, որ պետք է մեր հոգին ավանդենք, իմանանք, որ բոլոր բաների մասին ասում է մեզ։ Ինչպես ամուսնանալ երիտասարդ ժամանակ, ինչպես երեխաներ դաստիարակել, ինչպես աշխատել, ինչպես վարվել քո ղեկավարի հետ, բոլորը կա, եւ ամեն մեկը մեծ թեմաներ են, բոլորը մեզ սովորեցնում է Սուրբ գիրքը,
Ինչի է սովորեցնում։ Օրինակ լինում են այսպիսի ծայրահեղ արտահայտություններ, որ ես Տիրոջն եմ լսում, բայց թե ինչ է անում, մարդ չի հասկանում ինչ է անում։ Տիրոջը լսողը ինքը իր կյանքը ցույց կտա, որ ինքը Տիրոջն է լսում։ Եղել է դեպքեր, որ մարդ Հիսուսի մասին լսել է, աշխարհի մարդը ասում է, մեր հարևանն է։ Այս մեր այդ ինչ ասեցիր, այդ մեր հարևանն է այդպես։ Տեսնում եք։ Լույս, հարևանը լույս է։ Այս իմ պապան է տենց, իմ մաման է տենց, իմ տատիկը տենց է։ Եվ միշտ մենք տեսել ենք տեսարաններ, հոգևոր տատիկի բաժանումը թորներից եւ ընտանիքից, հոգևոր պապիկի բաժանումը, հոգևոր ծնողի բաժանումը, կարծես չեն համակերպվում, կամ հովվի բաժանումը, կամ ծառայող քրոջ կամ եղբոր բաժանումը, քրոջ կարծես չեն համակերպվում։ Ես միշտ հիշեցնում եմ Աստղի քրոջ բաժանումը։ Երբ որ Աստղի քրոջ հողակավորման ժամանակ ինքը երեխաներ չուներ, ամուսնացած չէր եղել, երբեք։ Բաժանման ժամանակ այն երեխաները, որոնք արդեն մեծացել էին, որ իրենք ինչպիսին էր եղել այդ երեխաների, եկեղեցու երեխաների բազմազավակ ընտանիքների նկատմամբ, նրանք չէին կարողանում պոկեինք, պոկեինք այդ քրոջից, որ պետք է հողին հանձնվեր մարմինը։ Վրանց մեջ էր մեր երեխեքը, վերջապես շատ բազմազավակ, որոնց համար Աստղի քույրիկը եղել էր ամեն ինչ։ Այսպիսին լինենք, որովհետև լույսը այդպիսին է։ Լույսը որտեղ էլ որ լինի լույսավորում է։ Շատ անգամ եմ ասել, ոչ լույսի համար նշանակություն չունի, թագավորը կամ պալատա, թե անասնագոմա, որտեղ է, լույսը պայծառացնում է։ Աստված օգնի մեզ, գանք աղոթքով Աստծո առաջ։